Բարի եւ օրհնված օր բոլորիդ։ Օրհնում եմ ձեր այսօրվա օրը։ Այսօր ես ընթերցում էի Նեեմիայի գիրքը ու շատ հետաքրքիր խոսք առաջացավ իմ մեջ, որ կիսվեմ ձեզ հետ։ Ուրեմն մտածել եք, ինչի է սատանան ավելի շատ հարցակումներ գործում այն ժամանակ, երբ որ մարդը սկսում է Աստծուն ավելի շատ մոտենալ։ Մեզ թվում է, որ եթե մենք մոտենում ենք Աստծուն, մեր կյանքը սկսելու է ավելի խաղաղ լինել, ավելի հանգիստ լինել, թվում է, թե ամեն բան կարգավորվելու է, բայց շատերի կյանքում հակառակն է տեղի ունենում։ Ու այդ ժամանակ հենց սկսում ես աղոթել, պատերազմ է սկսվում։ Հենց զգում ես, որ փոխվում ես, հարձակումներ է գալիս։ Հենց ուզում ես մեղքից հեռանալ, ամեն բան խառնվում է իրար։ Ու այդ ժամանակ շատ մարդիկ սկսում են հանձնվել։ Գիտես ինչի, որտեղ մտածում են, որ եթե մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, ինչի է այսպես բան տեղի ունենում։ Ինչի է ամեն բան խառնվում իրար, եթե մենք Աստծո հետ ենք քայլում։ Ու հենց օրինակս Նեեմիա գրքից է։ Տեսեք, Երուսաղեմի պատերը երբ որ քանդված էին, թշնամին հանգիստ էր, բայց երբ որ Նեեմիան վեր կացավ եւ որոշեց կառուցել պատերը, սկսեցին հարձակումները, սկսեցին նամակներ, որտեղ վախեցնում էին Նեեմիային, որ եթե կառուցի, շատ վատ բաներ կլինի, սկսվեցին շատ հարձակումներ, բայց Նեեմիան կանգ չառավ։ Իսկ գիտես ինչու, որովհետեւ սատանան չի վախենում քնած հավատացյալից։ Սատանան չի վախեցնում կանգնեցնել այն մարդուն, ով արդեն կանգնած է առանց աղոթքի, առանց Աստծու, առանց պայքարի, առանց պատերազմի, բայց հենց որ մարդը սկսում է հոգևորապես կենդանություն ապրել, դժոխքը սկսում է անհանգստանալ։ Այսօր էլ է նույնը, երբ դու որոշում ես եկեղեցի գնալ, բացել Աստվածաշունչը, սկսել հարաբերություն Աստծո հետ, սկսել աղոթել, ճիշտ ապրել, մաքուր ապրել, ինչ է լինում։ Սկսվում են փորձությունները, մարդկանց կողմից հարձակումները, հոգնածություն, չգիտեմ, անհանգստություն, վախեր։ Ու շատերն էլ հենց այդ ժամանակ կանգնում ասում են, վերջ, սա իմ ճանապարհը չէ ու հետ են կանգնում այդ որոշումից, որը հենց թշնամու նպատակն է։ Որովհետև սատանան գիտի, որ եթե դու իսկապես կանգնես Աստծո հետ, դու կարող ես լույս դառնալ մարդկանց համար։ Քո աղոթքով կարող ես փոխել քո ընտանիքը, կարող ես փրկել քո երեխաներին, կարող ես պատերազմել, ու դրա համար էլ սատանան դրանից շատ է վախենում։ Ու հիմա մենք ապրում ենք իրոք այն ժամանակների մեջ, որտեղ հոգևոր պատերազմական վիճակ է։ Երբ որ մաքրությունը մարդու կարող է համարվել որպես ծաղրանք։ Ճշմարտությունը խեղաթյուրվում է։ Մարդիկ ներսից շփտում են, բայց ներսից լրիվ դատարկ վիճակի մեջ է։ Մարդկանց մեղքերը որպես ազատության ձևով են ներկայացվում։ Մարդկանց ընտանիքներ են քանդվում։ Այ հենց այս ժամանակների մեջ ենք մենք հիմա ապրում։ Դրա համար էլ սատանան հիմա մի նպատակ ունի, որ այնպիսի իրավիճակ ստեղծի, որ մարդը չաղոթի, չուզենա Աստծո հետ շփում, Աստվածաշունչ չկարդա, դա է նրա նպատակը։ Բայց ինչ արեց Նեեմիայի ժողովուրդը։ Նրանք մի ձեռքով պատ էին կառուցում, մի ձեռքով իրանք զենք էին պահում, որովհետև նրանք հասկանում էին, որ առանց կռվի հաղթանակ չի լինում։ Ու եթե հիմա դու էլ այդ պատերազմի մեջ ես, որոշել ես հանձնվել, չես ուզում էլ կանգնել, հոգնել ես, ասեմ քեզ չհանձնվես, որովհետև Աստված քեզ չի կանչել, որ մնաս փլատակների տակ, այլ որ վերականգնես քանդված պատերը։ Եվ Աստված ամեն զենք քեզ տվել է, որ կարողանաս եւ կառուցես պատերը, եւ Աստծո պաշտպանությունը դնես քո կյանքի վրա։ Ու հիշիր, որ եթե կյանքումդ հարձակումները շատ են լինում,
ուրեմն դու իսկապես ուզում ես Աստծուն մոտենալ, որովհետև Սատանան դատարկ տեղերի վրա երբեք չի հարձակվում։ Օրհնված եղիր եւ երբեք ոչ մի հարձակումից, ոչ մի փոթորիկներից, ոչ մի խոսքերից չկոտրվես։ Հիշիր, որ Աստված ծրագիր ունի հենց քեզ համար։